Այսօր ստուգելու ենք TikTok-ի ամենաաննորմալ ու տարօրինակ ուտելիքի միքսերը։ Օրինակ ասում են, որ եթե չիփսն ու մեղրը խառնենք, կստացվի հոթ դոգի համ։ Հիմա կփորձենք։ Ժողովուրդ անկարծ չփորձի։ Կտեսնենք, դա իրոք աշխատում է, թե մեզ պարզապես խաբում են։ Ինչպես հասկացանք, այսօր մեզ շատ համեղ ու շատ հետաքրքիր տեսանյութ է սպասվում, բայց միգուցե համեղ չլինի։ Լավ, դա կհասկանանք տեսանյութի մեջ։ Իսկ դու դիր լայք բաժանորդագրվի, իսկ մենք սկսեցինք։ Մի վարքյան, այսինքն եթե սոխի վրա կսենք նուտելա, կստանանք վիսկիի համ, եթե անկեղծ իմ 18 տարեկանը չի լրացել ու ես ոչ մի ալկոհոլ չեմ ընդունել։ Ու դրա համար չգիտեմ վիսկիի կամ ուրիշ ալկոհոլի համ։ Երեխաներ, մի խմեք նման ըմպելիք։ Զուտ սա փորձարկման համար կանենք։ Բացում ենք նուտելա, վերցնում ենք մեկ կթալ եւ քսում ենք սոխի վրա։ Ոյ աստվածաշան։ Էս ինչ հոտ ունի։ Ես ասում եմ, եթե վիսկին սենց համ պետք է ունենա, ես մեծանամը չեմ օգտագործի։ Լավ, մեկնաբանություններում գրիր, ըստ քեզ լավը կլինի, թե ոչ։ Իսկ մենք գնացինք։ Ժողովուրդ անկարծ չփորձեք, էս ինչ է։ Ամենավատ բանը, ես ինչի հավատացի TikTok-ին։ Ոյ աստված, էս ինչ է։ Զզվելի է։ Ժողովուրդ, էս ինչ վատն է, շատ զզվելի էր, ուրեմն բացատրեմ։ Նուտելան քաղցր է։ Իսկ սոխը մի հատ համ ունի, որը ես երբեք չեմ սիրել ու սոխ չեմ կերել։ Իրար վրա քաղցր է, սենց դառը աղի ու ոչ մի ինչ որ ըմպելիքի համ չէր, սա զուտ շատ վատն էր։ Ես կգնահատեմ 10-ից 0, եկեք մի հատ նուտելա ուտենք ու մեր համը փոխենք։ Գնացինք առաջ մեր երկրորդ միքսին։ Հուսանք դա լավը կլինի։ Ժողովուրդ, այսինքն եթե մենք շատ ենք սիրում պիցա, դե օրինակ ես շատ եմ սիրում պիցա, ուղղակի կարող ենք չիփսի վրա դնել լոլիկ եւ ուտել, համեղ կլինի, եկեք փորձենք։ Չիփսը ես վերցրել եմ ամենասովորական համը, որը աղին է, որ հեշտ լինի փորձել։ Գնացինք։ Հանում ենք մեր չիփսը, վրան դնում ենք մեր լոլիկը։ Հիմա ըստ տեսանյութի մենք պետք է ստանանք պիցայի համ։ Ես պիցա շատ եմ սիրում ու միշտ ուտում եմ։ Հիմա ասեմ, իրականում նմանություն կա։ Նույնիսկ եթե վրան դնենք հալվող պանիր, չհանեցնենք, զուտ դնենք, նմանությունը շատ կլինի։ Չիփսը հիշեցնում է խմորը, իսկ լոլիկը այդ համով, պիցային ամենահամով մասը։ Ես սա կգնահատեմ 10-ից 4։ Դուք էլ կարող եք հիմա դիտելով, եթե հնարավորություն ունեք, փորձեք ու մեկնաբանություններում գրեք։ Նույնիսկ մենք մյուս տեսանյութում կարող ենք փորձել ամենախենթ դիմակները, այսինքն օրինակ որ դեմքի քսուկներ, բան, որ դնենք ու տեսնենք իմ դեմքի հետ ինչ կլինի։ Դե դա ձեր ակտիվությունը կորոշի։ Իսկ մենք գնացինք առաջ։ Մի վարքյան, այս տեսանյութում ասում է, որ եթե դու ուզում ես սառը ձմերուկ, բայց հիմա եղանակային պայմանները այնպես չեն, որ լինի ձմերուկ, ու եթե կա շատ թանկ է։ Դրա համար վերցնում ես վարունգը, այնուհետև վերցնում ես շաքարավազը վերցնում ես, լցնում ես վրան։ Հիմա պիտի որ ձմերուկի համ գա։ Ես չեմ հավատում, որ սա կասեմ, 100%-անոց ձմերուկ չի, բայց ձմերուկի համը գալիս է, նամատենք քաղցր մասը, ապահովում է։ Եթե տուն ունեք, բոլորից տուն էլ կա, վարունգ, վերցրեք, շաքարավազով մի հատ փորձեք ու գրեք։ Ինչ շատ դուր եկավ, կգնահատեմ 10-ից 8։ Իսկ մենք գնացինք առաջ, առջևում լիք ու շատ հետաքրքիր միքսեր ունենք։ Քանի դեռ մեր թիմը պատրաստվում է ցույց տալ հաջորդ բաղադրատոմսը, ես չիփս եմ ուտում։ Ադե ես առաջ չիփս ոնց եմ գոյատևել։ Մի վարքյան, այսինքն եթե ուզում ենք կոկա-կոլա, մենք կարող ենք զուտ լիմոնի վրա քսել դարչին եւ այդպես գալ կոկա-կոլայի համը։ Դե ես անկեղծ ասած շատ եմ սիրում այդպիսի ըմպելիքներ։ Ու ինձ համար ավելի լավ կլինի ուղակի օգտագործել ինչ որ մրգեր, փոշիներ եւ այդպես չընդունել ինչ որ գազերով սոկեր։ Եվ եկեք փորձենք։ Վերցնում ենք լիմոնը եւ լցնում ենք դարչին։ Հիմա հուսանք մենք կզգանք կոկա-կոլայի համը։ Ժողովուրդ շատ վատն է իրականում, ասեմ ինչ անում։ Ուրեմն լիմոնը դարչինի հետ բերանում ինչ որ ռեակցիա է սկսվում, ամբողջ բերանդ մռմռում է ու դառը համ է լինում։ Ես սա կգնահատեմ 10-ից միլիարդ 0։ Գնացինք առաջ, գոնե մի համեղ բան լինի։ Մենք հիմա տեսանյութի նկարման ժամանակ ունենք 21000 հետևորդ ու մենք մինչև 2027 թվականը պետք է դառնանք 100,000 հետևորդ։ Այնպես որ այլս դու իջի ներքև եւ սեղմիր կարմիր կոճակը։ Դա ինձ կմոտիվացնի նկարել էլ ավելի լավ տեսանյութեր։ Դե, շնորհակալություն, որ բաժանորդագրվեցիր։ Լայքն էլ դիր, սպասում եմ։ Շնորհակալություն, գնացինք դիտենք հաջորդ տեսանյութ։ Բանանի ու սուրճ
Սուրճի շնորհիվ կարելի է ստանալ շոկոլադ։ Ես շոկոլադ շատ եմ սիրում։ Եկեք փորձենք։ Վերցնում ենք բանանը։ Այս գտալ ինչի եք դրել։ Ունի այս տեսքը։ Գնացինք, ուսանք շոկոլադի համ կլինի ու գոնե այս մեկը կլինի համեղ։ Այո, Նարեկ ջան, կլինի համեղ, եթե սուրճը չվերցնես բռով ու լցնես բանանի վրա։ Ժողովուրդ, համեղը շոկոլադի նման է, եթե բանանի վրա սուրճը քիչ լցնեք։ Էպես որ կգնահատենք 10-ից 6, կարող եք փորձել։ Գնացինք առաջ։ Եվ ուրեմն, եթե մենք չիպսի վրա ավելացնենք մեղր, մենք կստանանք հոտ դոգ, դե ինչ որ չափով հնարավոր է, քանի որ ամերիկյան շատ հայտնի եւ նաեւ արդեն Հայաստանում հոտ դոգների մեջ օգտագործվում է մեղր։ Հետևաբար մենք կարող ենք ստանալ այդ համային համադրությունը։ Իհարկե չիպսի հետ ես չգիտեմ, բայց դե վերցնում ենք, այնուհետեւ մեր մեղրը վերցնում ենք։ Տնական մեղրը, ինչպես սկսում ենք։ Ես մի կերպ ստացա էս։ Նարդը կուտենք, որտև անմահական համով է։ Ես ուղղակի կասեմ, ամենահամեղն էր։ Անպայման մի հատ փորձեք ու գրեք։ Ինչ որ շատ դուր եկավ, չեմ ասի հոտ դոգ է, հոտ դոգի համը չի, բայց մի հատ sense համա, որ արմարտկային համով է։ Գնացեք, փորձեք, գրեք ձեր կարծիքներով եւ այսօրվա տեսանք այսքանն էր։ Վերջ, գնամ ավտոբուս վարեմ։ Ամեն ասում են այդտեղից լիքը արկղներ ա տալիս։ Տեսնեմ ճիշտ են ասում, թե ոչ։ Իմ հետ ես։ Հա։ Մենք այսօր վիդեո պետք է նկարենք։ Մենք այսօր տեսանյութ ունենք նկարելու, չեմ կարող։ Նարեկ։ Դե ասա վայ։ Ալիքի համար կարևոր վիդեո պիտի անենք։ Ալիքի համար տեսանյութ պետք է նկարենք։ Բայց ես հենց հիմա խաղում եմ RP-ի երկրորդ սերվերում։ Ախր այս խաղից ես չեմ կարող կտրվեմ, շատ լավ խաղ է։ Նաև մեր հետևորդներն էլ կարող են միանալ։ Որ նրանք միանան, համ կստանան լավ էմոցիաներ, համ էլ կօգնեն մեր ալիքի զարգացմանը։ Ես ոնց խաղամ։ Դու էլ ես ուզում միանաս։ Աբա ինչպես ներբեռնեմ։ Ինչպես ներբեռնեն, հիմա կասեմ։ Մուտք են գործում Google Play կամ App Store, որոնում ենք Hustle online, ներբեռնում ենք։ Խաղը մոտ 4 GB է, ամենաուշը 5 րոպեում ներբեռնում է։ Գրում եք ձեր անունը, պարտադիր ձեր անունը, տակի գծի Գիյան։ Հետո ընտրում եք սերվերը, մենք հայերով խաղում ենք երկրորդ սերվերում։ Այստեղ սեղմում եք իգրած եւ գրացման փուլ անցնում եք։ Հետո չաթի վրա եք կտացնում ՊԿԴ եւ # Genix, որը խաղի մեջ կտածես ամեն ինչ։ Համակարգչով քաշել ավելի հեշտ է։ Մտնում եք նրանց օրիգինալ սայթ, ներբեռնում եք, ընտրում եք թե որ պապկայի մեջ տեղադրի ձեր անունը դնում եք տակի գծի Գիյանով, ընտրում եք երկրորդ սերվերը եւ գրում եք թարգից ՊԿԴ եւ էլի Genix, որ նվերներ ստանաք։ Եվ եթե լինես շատ ակտիվ, մենք մյուս տեսանյութում կփորձենք արդեն տարբեր վտանգավոր դեմքի մասկաներ։ Դի լայքը բաժանորդագրվի, իսկ մենք կհանդիպենք։ Ես սա գնահատում եմ 10-ից 10։